2026 թվականի ապրիլին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 39%-ով, իսկ տարվա առաջին 4 ամիսների աճը կազմել է 34%։ Միևնույն ժամանակ փոխվում է նաև զբոսաշրջային հոսքերի կառուցվածքը։ Վիճակագրական դրական միտումներն այսօր ներկայացվել է կառավարության նիստի ընթացքում։ Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%-ը, ապա հիմա 36%։ Բայց եթե անցած տարի 183,700 է եղել թիվը, այս տարի արդեն 245,178, այսինքն նույն 36%-ն ենք մենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերը ավելացել են։ Տուրիստների մուտքի աճը արձանագրվել այլ ուղղություններից ևս՝ Հնդկաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իրանից։ Կա կարծիք սակայն, որ սա հիմնականում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների ներհոսքի և Իրանից ու այլ պետություններից Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործողների հոսքի դրական արդյունքն է։ Հնարավոր է, օրինակ, կա դեպք, երբ որ օրինակ բերեմ, կա վարորդ, որ 2 օր անցկացնում է Հայաստանում եւ ինքը այս տրամաբանությամբ կարող է համարվել զբոսաշրջիկ, բայց ամբողջ աշխարհում էլ այդ նույն տրամաբանությամբ իրենք հաշվվում են։ Կառավարության անդամների կարծիքով զբոսաշրջիկների թվի աճին նպաստող մի շարք գործոնների շարքում կարևորագույններից են բարեկարգված ճանապարհները։ Այս համատեքստում ներկայացվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է շուրջ 13 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել 58 կիլոմետր ավտոճանապարհների նորոգման, միջին նորոգման եւ հիմնանորոգման համար։ Այս պահին վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ այն ճանապարհներին, որոնց վրա կատարված աշխատանքները պատվիրատու գերատեսչությունը չի ընդունել։ Տեսանելի վայրերում ուրեմն հանձնարարված ունենալ պաստառներ, ձորախբյուրի դեպքում անձամբ եմ տեսել, որ այդ պաստառը կա, որտեղ մանրամասն գրած է, որ ճանապարհը չի ընդունվել։ Նշվում է, որ վերասֆալտապատման այս աշխատանքների համար պետական բյուջեից լրացուցիչ գումարներ չեն վճարվում։ Բոլոր այն ճանապարհները, որոնք չեն ընդունվել, վերանորոգվում են բացառապես կապալառու ընկերությունների հաշվին։ Օրինակ Ելփինի դեպքում պատճառը առաջացած ճաքերը չէին, այնտեղ բիտումի վերին շերտը մի սեզոն ընդամենը շահագործվելուց հետո քայքայվել էր եւ այդ ճանապարհին ուսումնասիրել են կրողունակության խնդիր չկա, բայց կա ծերացման հետ կապված արագ ուրեմն բիտումի վերին շերտը դուրս էր եկել։ Կառավարության անդամները նշում են, որ ուժեղացվում է ասֆալտի որակի վերահսկողությունը։ Ստուգվում է ոչ միայն բիտումի որակը, այլ նաև ճանապարհի հարթությունը, ասֆալտի ծերացման աստիճանը եւ այլ տեխնիկական պարամետրեր։ Այդ նպատակով ձեռք են բերվել լաբորատոր սարքավորումներ, որոնցով ստուգվում է նաև երկիր մտնող բիտումի որակը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։